վերջին քննարկումներից մեկում դուք ասել եք, հարց եք բարձրացրել, որն է արդարությունը, որն է արդարադատությունը, եւ ուզում եմ ձեզ հարցնել, արդարություն է այն, երբ ձեր աջակիցը վեհափառին ուղղորդելու սպանելու կոչ է անում, նախաձեռնել է քրեական վարույթ, բայց այդ անձի նկատմամբ չկա որևէ հետապնդում, անգամ կարգավիճակ չունի։ Արդարություն, արդարադատություն է այն, երբ Արշակ Սրբազանը այն դեպքում է կալանքի տակ, երբ քննչական կոմիտեից չգիտես ինչու, չգիտես ինչպես անհետացել է միակ իրեղեն ապացույցը։ Պարոն Փաշինյան, ինչպես է ստացվում, որ Հայաստանում կա դատավորի մեկ անուն, Մասիս Մելքոնյան, որը հայտնի է իր կալանքներ տալով, եւ ինչպես է ստացվում, որ նրան են մակագրվում բոլոր ընդդիմադիրների կալանքի միջնորդությունները, նաև սրբազանների կալանքի միջնորդությունները, դուք զբաղված եք եկեղեցին բարեկարգելով, բարենորոգելով, իսկ ով պետք է բարենորոգի, բարեկարգի դատական համակարգը, որպեսզի հայի մոտ, քաղաքացու մոտ, երբ նայում է առաջար դիտորդը, արդարության զգացողություն ունենա։ Գիտեք, ես նախ ձեր նշած դեպքերի մանրամասներին կամ պնդումների մանրամասներին ծանոթ չեմ կարող մեկնաբանել, որտեղ չեմ առնչվել եւ տեղեկություն չունեմ։ Համենայն դեպս ձեր հարցից հետո կփորձեմ հետաքրքրվել, թե ինչի մասին է խոսքը։ Ինչ վերաբերում է արդարությանը եւ արդարադատությանը, գիտեք, որ ոլորտում բարեփոխումներ իրականացնելու մենք ռազմավարություն ունենք, մոնիտորինգի խումբ ունենք, բայց դա էլ պետք է ասեմ, որ վերջերս երբ որ դատական համակարգի ներկայացուցիչների հետ պանելային քննարկման էի մասնակցում, ես արձանագրում եմ, որ ի տարբերություն 2018-19 թվականների, երբ որ ինձ հասցեագրված դիմումների մի հսկայական մասը վերաբերվում էր դատարաններին, դատարանների կողմից կայացված անարդար եւ անհիմն որոշումներին, ես ներկայումս այդպիսի նամակների տեսակարար կշիռը անգամներով, եթե ոչ տասնյակ անգամներով է նվազել։ Ընդ որում ես քաղաքացիներին նամակներ ստանում եմ ամեն օր, կարդում եմ ամեն օր, դրանցով զբաղվում եմ ամեն օր։ Եվ մենք դատական ոլորտի մեր բարեփոխումները շարունակելու ենք, այդ թվում սահմանադրական փոփոխությունների տրամաբանության մեջ, եւ առիթ ունեցել եմ ասելու, որ կարծում եմ, որ Հայաստանում պետք է ներդրվի երթվյալ ատենակալների ինստիտուտ, որը նաև դատական համակարգի օրգանական շատ կոնկրետ եւ ուղիղ կապ կստեղծի հանրության